Փակելով հաշիվն 2015-ի հետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասում է, տարին հաջողակ էր քաղաքի համար։ Չարածի ու չհասցրածի մասին գերադասեց չխոսել, որպես տարվա գլխավոր ձեռքբերում առանձնացրեց աղբահանությունը, պնդելով, թե այս ոլորտում շրջադարձային առաջընթաց են գրանցել։ Եվ 15 թվականին համայնքային բյուջեից եւ կառավարության կողմից Երևան քաղաքում մեծ ծրագրեր իրականացվեցին, թե քաղաքաշինական, թե կրթական, սոցիալական, առողջապահական ոլորտներով։ Քաղաքապետն ընդգծում է, ընթացիկ տարում Երևանում կառուցվել է 285 թեքահարթակ, վերանորոգվել են կրթօջախները, բնակարաններ են հատկացվել 4-րդ կարգի վթարային շենքերի գրեթե բոլոր բնակիչներին։ 650 ընտանիքների մենք այս տարի բնակարաններ տրամադրեցինք եւ մենք կարող ենք ասել, որ այդ խնդիրը Երևան քաղաքում առայժմ վերացել է եւ հիմա գույքագրվում է 3-րդ կարգի վթարային շենքերը, որը արդեն մեր ծրագրերում անպայման կընդգրկենք ամրացման։ Ավագանու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանը զարմանում է. դպրոցներ կան, որոնք փլուզման եզրին են, շենք կա, որ կոյուղի, բազրիքներ ու տանիք չունի։ Ինչպես է քաղաքապետն այս հարցերը լուծված համարում։ Հարցեր կան, որտեղ ջայլամներ են դառնում մեր պաշտոնյաները։ Չեն տեսնում շենքը, չունեն խնդիրը, տանիք չկա, շենքը կոյուղի չունի, վերելակներ չունի, վերելակահորերը բաց, աստիճանավանդակը առանց բազրիքի։ Այսպիսի վիճակում կա շենք, բայց քաղաքապետարանը ասում է, դա իմ շենքը չի, այսինքն ծախս չեմ անելու։ Սարգսյան Սուսաննա Տարվա խայտառակությունն ըստ Անահիտ Բախշյանի հենց քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թիվ 27 դպրոցի տնօրենի ընտրությունն էր։ Յուրացումների համար դատապարտված նախկին տնօրենը վերընտրվեց նույն պաշտոնում։ Տարիներ շարունակ այդ դպրոցը ղեկավարած Բախշյանը սա իր անձնական պարտությունն է համարում։ Ասում է, պետությանը վնաս հասցնելու համար դատապարտված կինն ինչպես կարող է օրինապահ քաղաքացի կրթել։ Այս հարցում քաղաքապետարանը լուռ էր, ոչ մի արձագանք։ Սա մեր հասարակությունն է, սրանք մեր մանկավարժներ են, որին պիտի վստահենք մեր քաղաքացիներին։ 2015-ին քաղաքապետարանը կրկին աչքի ընկավ վիճահարույց գործարքներով ու ճոխ ծախսերով։ Առանց աճուրդի Գազպրոմ Արմենիային 300 միլիոն դրամի դիմաց 32,000 քառակուսի մետր վաճառվեց ուսումնական սպորտային համալիր կառուցելու համար։ Ավագանու ընդդիմադիր անդամ Դավիթ Սանասարյանն էր ընդդիմացողը։ Քաղաքապետից հարցնում էր, ինչու առանց աճուրդի։ Այս միգուցե ասում ավելի լավ պրոյեկտ կար։ Միգուցե մյուսը ենթադրենք Սփյուռքայի բարեկամ ու նվիրատվություն էր անում։ 2015-ի մարտին քաղաքապետարանը կրկին առանց աճուրդի 1000 քառակուսի մետր տարածք վաճառեց Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Պետերբուրգի իշխանություններին։ Հետագայում պարզվեց, որ այդ տարածքում 1000 քառակուսի մետրանոց ջրամբար կա, որը կարող էր խանգարել հյուրանոցի կառուցմանը։ Այդ հարցն էլ լուծվեց, որոշվեց ջրամբարը տեղափոխել։ Բնապահպանները քննադատեցին, սակայն քաղաքապետարանը լուռ էր։ Արձագանք չհնչեց նաև, երբ ընդդիմախոսները պնդեցին, թե Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի այցի վրա ծախսվել էր ավելի մեծ գումար, քան նախապես հայտնի էր՝ շուրջ 8 միլիոն 315 հազար դրամ։ Ես չգիտեմ, Երևանի բյուջեն դրանից շահեց թե չէ։ Քաղաքապետի հիմնական քննադատներից Բարև Երևանի անդամ Անահիտ Բախշյանը պնդում է, հավաքանու որոշմամբ չի հաստատվել նաև Տարոն Մարգարյանի ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նախաձեռնությամբ Երևանի զբոսայգիներից մեկում տեղադրված հուշարձանը նվիրված երկրորդ համաշխարհայինի ժամանակ Հայաստան տարհանված լենինգրադցի երեխաներին։ Եկեք միասին անկեղծ սիրով ու լիասիրտ տոնենք մեր հրաշք քաղաքի ծննդյան օրը։ Քաղաքային իշխանությունների հասցեին քննադատության ալիքը շարունակվեց մինչև տարեվերջ, երբ այդպես էլ չհստակեցվեց, թե Էրեբունի Երևան տոնակատարության համար համայնքային բյուջեից տրամադրված ավելի քան $270,000 ինչպես է ծախսվել։ Երևունի Երևանը պետք է լինի, եղել է ու միշտ էլ պետք է լինի։ Այդպես բոլոր այդ ճուզող աշկները պետք է հանենք։ Հրիա հրավառությունով ամեն ինչ։ Կրքերը թեժացան, երբ քաղաքապետարանը բնակարաններ նվիրեց արվեստագետներին, այդ թվում գրող հրապարակախոս Վահրամ Սահակյանին ու հեռուստահաղորդավար Զառա Արամյանին։ Չարությունը իմ մեջ չարություն չի արտնացնում։ Ես իրենց մեղքում եմ։ Խղճում եմ, որ իրենց հոգիներ այդքան չար կարող են լինել։ Հանրությունը չգիտի, ասենք, ովքեր են մինչև հիմա դիմել, կամ Վահրամ Սահակյանը երբ է դիմել, կամ Վահրամ Սահակյանից առաջ ովքեր են դիմել։ Շատ հեշտ է, երբ որ տեսնում ենք տեսախցիկներ, մեր հարգարժան լրագրողներին, սկսում ենք մեր սիրտը բացել։
ավելի լավ է գործով զբաղվենք։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհուրդ տվեց իրեն քննադատողներին առավել սրտացավ լինել ու նկատել նաև դրական փոփոխությունները, բայց համաձայնեց 2015-ին այդպես էլ չլուծվեց Երևանի տրանսպորտի խնդիրը։ Մարդիկ դեռ շարունակում են երթևեկել մաշված ու հին գազելներով։ Ես էլ եմ համաձայն, դեռ տրանսպորտը խնդիրը չի լուծվել, ազգային կառույցների հետ ենք համագործակցում, խորհրդատվություն ենք ստանում, որ միասին մեր բնակչության հետ, կառավարության եւ Երևանի քաղաքապետարանի հետ միասին այդ խնդիրը լուծենք։ Ես կողմնակից եմ, որ հանգարց որևիցե բեռ մեր սոցիալապես անապահով ընտանիքների վրա չլինի։ Ընդդիմադիր Բարև Երևանը շարունակում է թվարկել միլիոններ ծախսելով տոնակատարությունների ու ընդունելությունների վրա, քաղաքապետարանն այդպես էլ չլուծեց վերելակների վերանորոգման հարցը։ Բախշյանը պնդում է, թե պետք իր առաջարկներից 30-ի լուծումը քաղաքապետարանը տվել է, բայց այդպես էլ չի սովորել սեփական օրինակով ցույց տալ, որ պետք է ծախսերն արդյունավետ կատարվեն։ Վերմակի համապատասխան ձեր ոտը մեկնեք, այն կարճմիտ մարդկանց նման, որ վարկ են վերցնում, որ հարսանիք անեն։ Հետո բաժանվում են, սկսում են վարկը տալ։